Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի այս տարվա առաջին թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, ինչպես միշտ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանն, այսօր ինչպես նաև անցած տարի նույն օրը մենք զրուցելու ենք Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավոր ամանոր։ Ես էլ եմ շնորհավորում։ Հուսամ նաև ձեր անունից մենք մեզ բոլորիս մաղթում եմ առողջություն ամենակարևորը, խաղաղություն ոչ պակաս կարևոր եւ արդեն հաշվի առնելով որ զրուցել ենք ձեզ հետ նաև առողջ կենսակերպ։ Հիմա տեսեք, քանի որ առողջ կենսակերպից ես խոսեցի, ամեն տարի մենք այդ թեման քննարկում ենք, ոչ միայն ինձ հետ, բոլորի հետ եք դա քննարկում, ես գիտեմ, շատերի հետ եք քննարկում, լավ, այսպես մի քիչ ավելի նեղացնենք շրջանակը, ինչ չի կարելի անել այս օրերին, որովհետև մենք այդ չափի զգացում մեկ կորցնում ենք, չեմ ասում դա ազգային առանձնահատկություն, միգուցե ամենտեղ որտեղ ասենք 3-4 օր առնվազն տոն է, եւ եթե ազգային ավանդույթի մեջ այդ տոնը ենթադրում է ճոխ սեղան, իսկ մենք այդ ավանդույթը ունենք, ես նույնիսկ մարդիկ գիտեմ կամ գիտեի մարդկանց, որոնք վարկ էին վերցնում, ճոխ նոր տարվա սեղան ունենան, բա ինչ կասեն հարևանները, առանց մտածել թքած հարևանի վրա էլ նրա կարծիքի վրա։ Հիմա ինչ չի կարելի անել այս օրերին։ Շատ լավ, նախ շնորհակալություն հրավերի համար, շնորհավորում եմ բոլորին 2026 թվականին, ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում լինի խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն։ Դա շատ կարևոր է։ Բայց մյուս կողմից իհարկե կուզեմ մի հետաքրքիր իտալական ասացվածք ասել, ասում է ինչ անենք, որ նոր տարուց Սուրբ Ծնունդ չգիրանանք, ասում է ոչ թե նոր տարուց Սուրբ Ծնունդ պիտի մտածեք, այլ Սուրբ Ծնունդից մինչև հաջորդ նոր տարի։ Այսինքն այս առումով շատ կարևոր է, որ մեզ համար, բոլորիս համար ընդհանրապես այդ ընկալումը մեր առողջության, մեր բարեկեցության, մեր սննդակարգի, առողջ ապրելակերպի ոչ թե այդ մի քանի օրերի ընթացքում լինի, այլ հակառակը։ Մենք եթե ամբողջ տարին նորմալ հետևում ենք մեզ այդ ապրելակերպին, կանոններին հետևում ենք, կարող ենք մեզ թույլ տալ նաև այդ նոր տարվա մի քանի օրերին խախտում անել։ Ինչի եմ սա նշում, որովհետև նախ երբ նայում ենք ավելի պատմական, ակնարկով ենք գալիս, ընդհանրապես տեսնում ենք, որ մեր տոները, ծիսակատարությունները ընդհանրապես պայմանավորված են եղել կրոնի եւ բնակլիմայական պայմանների հետ, որը որ 21-րդ դարում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում կրոն, մշակույթ եւ ազգային առանձնահատկությունները արդեն թուլանում է դերը։ Ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է մի կողմից, որ օրինակի համար, նոր տարում մենք պետք է պահքի մեջ լինեինք։ Բայց բնականաբար շատ քչերն են այդ պահքը պահելու։ Նախկինում, քանի որ չկար սառնարան խցիկներ, տեղափոխումներ այլ երկրից, բնականաբար դժվար չէ հայերը իրենց սեղաններին ունենային անանաս, էկզոտիկ մրգեր եւ այլ, եւ այս առանձնահատկություններով պայմանավորված մենք պետք է հասկանանք, որ ժամանակին մարդկանց համար այդ տոնակատարությունը պայմանավորված եղել տարվա մեջ մեկ անգամ այդ ուտելիքը ուտելու կամ այն ժամանակ, երբ ուտելիք չեղե, մարդիկ հավաքել են աղանձ են սարքել, ճիր են պատրաստել, այսինքն դա արդեն մարդկանց համար այդ աղանձը, ճիրը կամ, չգիտեմ, ջեռոցում եփած հավը արդեն բնականաբար ճոխություն է եղել։ Իմիջիայլոց աղանձի այդ ավանդույթը մեր տանը պահպանվել է, մանկությունից եկած այդ ավանդույթ, ես որ երեխայի հետ տատիկս էր սարքում, ու մինչև այսօր, մենք չենք սարքում աղանձ, բայց ես պատրաստին առնում եմ, գնում եմ սեղանին պիտի լինի, ամանորյա սեղանին պարտադիր պիտի լինի։ Այ հենց այս կարևոր երևույթներն են, որովհետև տեսեք, նույն աղանձը ինքը ինչ է, հատիկ է։ Բոված հատիկ այսօր ամբողջ աշխարհը խոսում է բոված հատիկեղենի առողջարարության մասին, մեր սննդակարգում կարևորության մասին։ Այսինքն մենք որպես հասարակություն զարգանալով բնականաբար փոխակերպումների է ենթարկվել նաև մեր սնման սովորույթները, մեր տոնական սեղանները։ Այսօր մենք արդեն ունենք 21-րդ դարին բնորոշ սեղաններ, այսինքն խոզի ազդրամիս, տարբեր աղցաններ, որոնք արդեն ժամանակակից հայերի սննդակարգում տոնական սեղաններին պարտադիր են, բայց այս առումով կուզեի ասել մի կարևոր իհարկե հանգամանք, որ հաշվի առնելով, որ արդեն 21-րդ դարում
տարվա մեջ 365 օր մենք այս բոլոր մթերքներին ունենք հասանելիություն, իսկ հիմա փառք Աստծո բոլորս տեսնում ենք սոցիալական հարթակներում մարդկանց նոր տարին չի սկսում դեկտեմբերի 31-ից, հա, տոնական կորպորատիվներ, ճոխ սեղաններ, բնականաբար, այսինքն արդեն իսկ նոր տարի մենք թեվակողմ ենք, ես ասում եմ կերած եւ խմած։ Ինչի՞ եմ այս ամենը կարևորում, որովհետեւ արդեն պետք է այդ մրցավազքից ազատվենք։ Ռեալ։ Ես նաև ուսանողների հետ միշտ մի քանի զուգադիպությունների հետ կապված եւ այդ հա տարբեր ժամանակահատվածներում երևույթների ընկալումների հետ կապված օրինակներ եմ բերում։ Ժամանակին, երբ որ ինչ-որ մեկի տուն գնայինք նոր տարուն եւ սեղանին հա գնաց թխվածք լիներ, ասում են իրանք պատվիրած թխվածք են առնում։ Իսկ հիմա արդեն հակառակը, ասում են տնական թխվածք է։ Տեսեք միանգամից ինչ հա ընկալման, աշխարհընկալման փոփոխություն մարդկանց կյանքում։ Այդ առումով հիմա հաշվի առնելով, որ խանութները բաց են, ես օրինակ նույն Երևան քաղաքում ապրող, նույն երևանյան ընտանիքների կենցաղին բնորոշ խանութ գնալ, լավաշի հերթ կանգնել, օրինակ երևի թե գիտեք, Երևանին 3 օր լույս չուներ եւ մեր շատ սիրելի հացիփուռը բնականաբար հնարավորություն չէր ունեցել աշխատելու, որ երևի շատ քչերը կհավատան, բայց ես 1 ժամ 40 րոպե լավաշի հերթի եմ սպասել, քանի որ իմ ընտանիքի անդամները հենց այդ լավաշն են սիրում։ Իսկ հայկական ընտանիքում ընդունված չի տնեցիների խոսքից անցնել կամ տնեցիկին ասել կողքի խանութում մի քիչ այլ համի։ Դա համել առողջության համար վտանգավոր հետևանքներ կարող է։ Տեսեք, այ հենց այս առումով եմ ասում, որ այո, մենք շատերս, չգիտեմ, հիշողության ուժով, ընտանեկան ավանդույթների շարունակությամբ պայմանավորված, բոլորս այդ ուտելիքները պետք է պահպանենք, այսինքն եւ խոզի ազդրամիսը պատրաստենք, բայց այստեղ եւս շատ կարեւոր մի բան կա։ Բարձր որ բոլորս պահելու խնդիր ունենք։ Այդքան ուտելիք, մեկ սառնարան, ինչի եմ սա ասում, որովհետև նույն օրինակ մթերքների պահեստավորման հետ կապված շատ գնելն է, որ միշտ բերում է ռիսկ։ Հիմա եթե դուք գնաք խանութ հունվարի 2-ին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ խանութներում դատարկություն է լինելու։ Այն խանութներում, որտեղ դուք հիմա ժամերով պիտի հերթ կանգնեք, խանութն էլ ասել է, մարդկանց իմաստով դատարկություն, մթերքները այո, մթերքները տեղում կլինեն, այո, բայց ոչ մի հերթ չեք կանգնելու այդ խանութում։ Ավելին հիմա եթե տոնական օրերին գիտեք մի շարք խանութներ, սուպերմարկետներ հրաժարվում են կտրատել, ասում են կներեք, բայց չենք հասցնի սլայսեր աշխատացնել, ես ձեզ հավաստիացնում եմ բոլորիդ, որ հունվարի 2-ին այդ նույն խանութները մեծ սիրով եւ պանիրն են կտրատելու եւ երշիկն են կտրատելու, այսինքն այո, նաեւ ձեզ կարոտած կլինեն, սրանք վաղը գնացիք խանութ։ Կարևոր են, որովհետեւ եթե որոշակի սկզբունքներ կան, այդ սկզբունքները եթե մենք պահպանում ենք, իդեպ դրանք նաեւ սննդի անվտանգության շատ կարևոր սկզբունքներ են։ Օրինակ, սննդամթերքի անվտանգության պատշաճ պահպանման սկզբունքը։ Կապ չունի դուք հումքն եք պատշաճ պահպանում, թե պատրաստի ուտելիքը, սկզբունքը միշտ մնում է նույնը, այսինքն դուք հումքը պիտի ճիշտ պահպանեք եւ վերամշակված ուտելիքը պիտի ճիշտ պահպանեք։ Եթե պատրաստել եք աղցան, որի վրա լցված է թթվասեր եւ մայոնեզ, ինչքան էլ ուզում է գիտությունը, չգիտեմ, նոր հայտնագործություններ անի, միևնույն է, նա կարճ պիտանության ժամկետ ունի։ Հատկապես եթե մեջը ձու եք օգտագործել, կտրատած կանաչին եք օգտագործել, միանշանակ դուք ձեր աղցանի պիտանության ժամկետը կրճատել եք։ Պետք է կանոնները պահպանենք, այսինքն օրինակ աղցանը պահելուց եթե գիտենք տոնական օրերի համար է ձուն չօգտագործենք, այսինքն չեմ կարծում որ ինչ որ դժվարություն կա մեկ ձու խաշել այդ օրը առավոտյան եւ այդ հա մի փոքրիկ աղցանի համար նախատեսած խմբականակում այսպես ասած օգտագործել։ Նույնը խաչաձև աղտոտման խնդիրը այ ինչու եմ նշում, որովհետև տեսեք, տոնական սեղաններին եւ թռչնամիս ունենք, հա, եւ սպիտակ միս, խոզի ազդրամիս, այսինքն անընդհատ նաեւ այդ տան խոհանոցային հատվածը անընդհատ շփում ունի արդեն պատրաստի կամ հումքի հետ եւ այստեղ եւս շատ կարեւոր է սկսած մեր տախտակների մաքրությունից վերջացած դանակների եւ այն մակերեսների, որի հետ մեր ուտելիքը շփվում է եւ այստեղ շատ կարեւոր մի բան կա, որը որ մենք պետք է հասկանանք, դա մեր բոլորի կողմից շատ սիրված ասացվածն է, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Որևէ մեկին չենք ասում, որ գիտեք նոր տարուն պետք է ուտեք ամբողջահատիկ հաց,
որովհետև նա ցածր գլիկեմիկ ինդեքս ունի եւ նորից եմ կրկնում, ես Հայաստանի Հանրապետությունում եմ ապրում, Երևան քաղաքում, տնեցիները ուղարկում են կամ երեք միայն լավաշ, որովհետև այնտեղ խմորիչներ։ Այո, նաեւ ինձ տնեցիները ուղարկում են խանութ, ինչի եմ ասում, որովհետև տեսեք, երբ, չգիտեմ, մարդիկ քեզ տեսնում են ռադիոյով կամ քեզ տեսնում են հեռուստատեսությամբ, այնուամենայնիվ, երբ որ դու խանութ ես մտնում, այլևս դու ունես ինչ-որ, որոշակի կերպար, որից աճ ու ձախանելը շատ դժվար է։ Ինչալ ես միշտ նախանձել եմ մարդկանց, որոնք կարողացել են ռադիոյով տեսնել։ Հիմա դե այդ հնարավորությունը կա, ռադիոյով տեսնելու հնարավորությունը, բայց ամեն դեպքում մի դրվագ կուզեի պատմել շատ հետաքրքիր, որովհետև նույն հաղորդումներում գիտեք, շատ հաճախ շատ բացասական կարող է մեկնաբանություններ գրել։ Անցած տարի շատ թեժ քննարկումների առարկա էր դարձել, երբ որ ես ասել էի, որ պանիրները կտրատելիս եւ երշկեղենը կտրատելիս պիտանիության ժամկետը կարճանում է։ Հետևաբար խորհուրդ էի տվել տոնական օրերին ձեռք բերել ոչ թե կտրատված վիճակում, այլ ամբողջական տանը կտրել։ Միայն այդ օրը կտրել, դա բուրըն քննարկումների։ Եթե չեմ սխալվում, մի օր, չէ՞, ասացիք մի օր է 24 ժամ, եւ դա բուրըն քննարկումների տեղիք էր տվել, մարդիկ բորբոքվել էին, որ ամեն դեղնակտուց որոշել է մեզ խելք ու խրատ տալ, եթե պանի վրա կա գրված պիտանիության ժամկետ, եւ ես հաջորդ օրը մտնում եմ խանութ, եւ ինձ բնականաբար արդեն տեսնում է խանութի աշխատողը, որը նշում է, որ գիտես, երբ որ դու հաղորդման ընթացքում ասեցիր, ես բոլորին ասեցի, գիտեք, ինքը կտրատել չի տալիս։ Այսինքն նաև երբ որ դու աշխատում ես մի բնակավարում, որտեղ մենք այդքան հաճախ գիտնականներս գիտեք, շատ հաճախ չենք փոխում մեր աշխատանքը, այսինքն 2010 թվականից ես նույն աշխատանքին եմ մինչև 2025, արդեն 26 թվական, սա էլ է շատ կարևոր, որպեսզի մարդը հասկանա, որ քո խոսքը եւ քո գործը իրար հետ բնականաբար համապատասխանում են, իսկ հիմա եթե ես ասեմ, թե տոնական օրերին շարունակելու ենք ապրել նույն կենցաղով կամ նույն սնման կանոններով, ինչ որ մենք ունենք սովորական օրերին, բնական է դա իրականությանը չի համապատասխանելու, որովհետեւ այո, բոլորին ասում ենք, որ ալկոհոլը վատ է, բայց դա չի նշանակում, որ մենք տոնական օրերին ալկոհոլ չենք օգտագործելու։ Եվ այստեղ եւս մի հայկական բան ունենք մենք, խնդիր ունենք, որ երբ որ մարդը ասում է, որ օրինակ ալկոհոլը վատ է, եթե դու քո շրջապատում ես, բնական է բոլորը շատ նորմալ են ընդունում, որ չգիտեմ, դու ծննդյան արարողության ես մասնակցում եւ ինչ որ ալկոհոլային խմիչք օգտագործեցիր, բայց ցանկացած օրինակ դա հայկական ինչ որ բան է, յուրահատկություն է, փորփրում են քո նկարները, որտեղ մեկ նկար գտնեն, որտեղ դու ալկոհոլով ես։ Հարգելիներս, ես ձեզ ասում եմ, ես կարող եմ ասեմ, որ Երևանում փոշինել աղտոտված է, ինչի ես դադարում եմ Երևանում շնչել։ Այսինքն սա էլ է շատ կարևոր, որpիսի մենք հասկանանք, որ նախ մեկ այդ սովորույթները շատ կարևոր է պահպանել տարվա ընթացքում, ոչ թե 1 կամ 2 օրվա ընթացքում, իսկ եթե ես հիմա այսօր գամ հյուր եւ ասեմ, որ ոչ, սա չի կարելի, նա չի կարելի, հավատացեք, ավելի շատ բացասական նաեւ, մարդկանց կողմից ընկալում կլինի, որտեղ ունենք տոն, ունենք տոնական առիթ, որը որ մենք սիրում ենք նշել ընկերների հետ, հարազատների հետ, բարեկամների հետ, ավելին ասեմ, ես տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 30 աշխատում եմ ծանր գրաֆիկով եւ երևի վերջին տարիներին միակ այդ մի քանի ազատ օրը, որ ես արձակուրդ եմ վերցնում եւ ժամանակ ունեմ շփվելու ընկերներիս, բարեկամներիս հետ, այդ օրերն են եւ բնականաբար եւ ուտելու ենք, եւ ուտում ենք, եւ ալկոհոլ ենք օգտագործելու, բայց ամեն ինչ չափի մեջ։ Տեսեք, քանի որ խոսք գնաց խոհանոցից, չեմ կարող չնկատել մի քանի առանձնահատկություն, խոհանոց փոխվում է, ընդ որում այնպես չի որ սարսափելի արագությամբ է փոխվում, մենք չենք հասցնում նկատել, բայց օրինակ տեսեք, գլխադասային խմիչքը դարձել է օղին։ Ես որ փոքր էի, ես հիշում եմ, որ մեր ընտանեկան խնջույքների ժամանակ կարող է մի շիշ օղի լիներ, այն էլ ինչու, որովհետև ժամը 7-ին դե խանութները փակվում էին, ու եթե հանկարծ գինին վերջում ամենակչություն աներ, վերջին կենացների համար ստիպված օգտագործում էին օղի։ Հիմա օղին դարձել է գլխավոր խմիչքը։ Ամենանդեպս գոնե տղամարդկանց համար, Փարքաստո, կանայք, Փարքաստո, կանայք դեռևս շարունակում են կամ սկսել են էլի գինի օգտագործել տարբեր վարիացիաներով իհարկե։ Այդ գինու սպիտակ, կարմիր, անապակ, կիսաչոր, քաղցր գինի, հետո ես հիշում եմ, որ ասում են քաղցր գինին կանոչ խմիչք է։ Խոզի բուդը սրանց 20 տարի առաջ հատուկենտ տներում կարող էր հանդիպել, հիմա դարել է ամանորյա խնջույքի սեղանի գլխավոր երևի ուտեստը,
այն որ նույնիսկ արդեն սկսել են դուրս մղել այնպիսի գիգանտների խոհանոցային, ինչպիսին են տոլման, ինչպիսին են նրբաբլիթները, բլինչիկները, հա, եւ այլն։ Մինչև մեր զրույցը դուք ասացիք, որ հա խոհանոցը փոխվում է, բայց ոչ միշտ է որ դա լավ է։ Այո։ Ինչու՞։ Տեսեք, նախ մի քանի կարևոր դրվագներ, հա, որը որ կուզեի նշել, ինչը շատ կարևոր է։ Ընդհանրապես մեր կենտրոնը, քանի որ ապացուցողական սննդագիտության եւ սննդաբանության սիրահար է, շատ կարևոր է հասկանալ, թե մեր սնման սովորույթները դրական են անդրադառնում մեր առողջությանը, թե բացասական։ Եվ մենք արդեն մի քանի տարի իրականացնում ենք շատ հետաքրքիր մի ծրագիր, որը կոչվում է սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատում։ Այսինքն սննդամթերք կա, ցանկացած սննդամթերք կա, բնական է, օրինակ մրգից ենք խոսում։ Եթե դուք մեկ սննդագետի հարցնեք, այ օրինակ, ինչ ռիսկեր կարող ես ասել մրգի եւ բանջարեղենի, ինքը կասի, որ ժամանակակից միրգը եւ բանջարեղենը աճեցվում է պարարտանյութերով, թունաքիմիկատներով, ձեզ բազմաթիվ փաստեր կբերի, որ թունաքիմիկատները վնասակար են։ Եթե սննդաբանի հարցնեք, կասի ինչ եք խոսում։ Միրգը ամենակարևորն է, սննդակարգում ամեն օր պիտի լինի, նա պարունակում է վիտամիններ, պարունակում է լուծվող վճանգ։ Հիմա ձեր մոտ, եթե դուք մասնագետ չեք, կարող է ինչ-որ հա կոնսենսուս առաջանալ։ Մեկն եկավ ասեց լավ է, մյուսն եկավ ասեց լավ չի, ինչ-որ դիսոնանս կարող է առաջանալ, բայց իրականում երկուսն էլ ճիշտ են, որտեղ այդ նույն միրգը եւ բանջարեղենը պարունակում է ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար եւ այն չափականակն է, որ որոշում է, թե մենք ավելի շատ ստանում ենք օգտակարը, թե ավելի շատ ստանում ենք վնասակարը։ Հիմա երբ նայում ենք ժամանակակից սնման սովորույթները, նայում ենք աղի պարունակությունը, նայում ենք շաքարի պարունակությունը, դարձյալ մի փոքր այս թեմային անդրադառնալով ասեմ, որ բնականաբար սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունը ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում բերում է նաև վերամշակված, ուլտրավերամշակված այդ ուտելիքների սպառման ավելացման։ Ամբողջ աշխարհում դա հայտնի է որպես նաև արևմտյան սննդակարգ։ Հիմա տեսեք, նույն խորտիկների հետ կապված, հա, այո, մեր բաստուրման շատ համեղ է, այո, մեր սուջուխը շատ համեղ է, բայց մեր այս տարվա հետազոտությունները թիրախային հետազոտություն էին իրականացնում աղ պարունակող մթերքների Հայաստանում ամենաբարձր աղի պարունակություն ունեցող մթերքը բաստուրման եւ սուջուխն էին։ Հիմա եթե անվտանգության տեսանկյունից նայենք, այո, բարձր աղի կոնցենտրացիան բնականաբար պիտանության ժապկետը ավելի կերկարացնի։ Այսինքն, եթե օրինակ ինձ հարցնեք, օրինակ ինչ երշիկ կամ երշկային արտադրանք կառնենք, որ այս տոնական օրերին ուշ փչանա կամ երկար պահենք, ես անպայման ձեզ խորհուրդ կտամ բաստուրմա եւ սուջուխ։ Բայց եթե ինձ ասեք տարվա ընթացքում խորհուրդ կտաք, հա, բաստուրմա եւ սուջուխ օգտագործել, ես կասեմ ոչ, որովհետեւ շատ մեծ քանակությամբ աղ է պարունակում եւ չարժի ամեն օր օգտագործել բաստուրմա եւ սուջուխ։ Իմիջիալ, քանի որ դուք ասացիք, որ այն ինչ որ դուք ասում եք նաեւ անում եք, մի օրինակ էլ ես ին վերաբերեմ։ Ես ինքս տարվա ընթացքում բաստուրմա եւ սուջուխ ես անկեղծ եմ ասում, չեմ խաբում, ուտում եմ միայն ամանորյա այս տոնական օրերին, միայն, որտեղ ինքը որպես ուտելիք ինքը ինձ երբեմն կարող է գրավի, ասենք որպես, ասենք ձվածեղի կոմպոնենտ։ Այո։ Բայց ես ուտում եմ ոչ ավել քան 3 կտոր օրական ու անպայման չամանը վրայից մաքրում եմ։ Ահա, այսինքն դուք բոլոր ռիսկերը բոլորը կարող են գալ ստուգել, ես դա անում եմ թե ոչ։ Տեսեք, այ հենց դրա համար եմ ասում, որովհետև կոլեգաներս մեկ-մեկ կատակ են անում, ասում է, երբ որ թունաքիմիկատների հետազոտությունն ենք անում, ինքը ձմերուկի սպառումը նվազեցրեց, որովհետև դե ձմերուկ բոլորս մեծ չափաբաժիններով ենք ուտում, եւ ես տեսա, որ թունաքիմիկատը, եթե պարունակում է ձմերուկում, այդ մեր հայկական չափաբաժիններով վնասակար է։ Հետո աղի հետազոտություն էինք անում, եւ ես արդեն, օրինակ, քանի որ շատ սիրում եմ պանիր, ոչ միշտ եմ բարձր աղի պարունակությամբ պանիր ուտում։ Այսինքն շաբաթվա մեջ օրինակ եթե մեկ անգամ ուտում եմ աղի պանիր, ապա 3 անգամ օգտագործում եմ ոչ շատ աղի բարձր պարունակությամբ պանիր եւ գոլեգաներիս ասացի մի կարեւոր բան։ Ասում եմ, տեսեք, մեր ուսմունքի մեջ գոյություն ունի նաեւ վարքագծային սննդաբանություն։ Խենք հիմա ամբողջ աշխարհում ասում ապացուցողական։ Մի վարքյան, ձեր արդեն ուսմունք, հա։ Այո։ Տեսեք, որովհետև մենք իհարկե գիտնականների տարբեր խմբեր կան, հատկապես ֆիզիկների, երբ մենք այս կարծիքը հայտնում ենք, իրենք բարկանում են, բայց տեսեք, եթե ես արել եմ հետազոտություն եւ այդ հետազոտությունը չի դառնում վարքագծային փոփոխություն,
ապա ում համար ենք մենք այս հետազոտությունը անում, մենք մեր չէ, մենք մեր համար չենք անում։ Այսինքն մենք մի դեպքում պիտի տանք պատկան մարմնին, որ գործողություն իրականացնի, եթե դա կոնկրետ արգելված, չգիտեմ, դեղամիջոց է հայտնաբերվել կամ թույլատրելի շեմի խանգարում է, որ հա ինչ որ գործողություն կարող է իրականացնել, բայց ես տեսչական մարմնին չեմ կարող ասել, գիտեք, մեր ուտելիքի մեջ շաքարը բարձր է, գնացեք շաքարի բարձր պարունակությամբ ուտելիքները արգելեք, որտեղ աշխարհում տենց նախադեպ չկա։ Հիմա արդեն գալով այդ սնման սովորույթների փոփոխությանը մեր սննդակարգում հատկապես վերջին տարիներին, երբ նայում եք այդ ուտելիքների հա տեսականուն, գրեթե ամեն ինչի մեջ կա թաքնված աղ եւ թաքնված շաքար, որը գիտեք, երբ դու չես հետազոտում, ես դες դա հավաստիացնում եմ որպես տեսական գիտելիքներ ունեցող մինչև Հայաստանում, հա, այդ հետազոտությունը սկսելը եւ հետազոտությունը իրականացնելուց հետո տեսեք, միանգամից փոխվում է քո ընկալումները։ Ինչի է փոխվում, որովհետև դու հասկանում ես, որ այն լաբորատոր փորձարկման արդյունքը, որը ստանում ես, քեզ զարմացնում է։ Իսկ մեր պարագայում օրինակ տենց ա եղել։ Երբ օրինակ աղը հետազոտեցինք խորովածում եւ աղը հետազոտեցինք օրինակ քյաբաբի մեջ։ Ու օրինակ ահռելի քանակությամբ տարբերություն ստացանք։ Այսինքն խորովածը շատ ավելի անալի էր, քան քյաբաբը։ Մի անգամից տեղում զանգեցի եղբորս։ Ասում եմ, լսի, դու համ քյաբաբ ես սարքում, համ խորոված ես սարքում, լաբորատոր անալիզները ստենց եկավ։ Ինչով է պայմանավորված, ինքս տեղում բացատրեց, ասեց, որ քանի որ մեկը ֆարշ է սարքում, հա, այդ ամբողջ աղը ծավալով պիտի տաս, իսկ մյուսը միայն արտաքին մակերեսին է տալի եւ բնականաբար խորովածը չի կարող քյաբաբը կերակի վրա աղ պարունակել։ Կամ օրինակ ինձ համար շատ տարօրինակ էր հայկական լավաշների եւ հայկական հացերի այդքան մեծ քանակությամբ աղ պարունակելը, հատկապես լավաշը, օրինակ մենք դեպքեր ենք ունեցել, որ ավելի շատ աղ է պարունակել, քան թթուն։ Բայց երբ որ մենք թթուն ուտում ենք, ինքը մեր համար աղի է, չէ՞, այդ ընկալումը նաև մեր քիմքի համար թթուն ուտում ենք, ասում ենք, աղի ուտելիք է։ Լավաշը քանի որ ավելի չոր ուտելիք է, իդեպ ասեմ, ընկերներիցս մեկը, ով եւս գիտնական է, եկավ ասեց, ես չգիտեմ, այդ ինչ փորձարկումա չեմ հավատում, ասի լավ, արի ուրիշ բան անենք, մի խմբականակ 3 լաբորատորիա ուղարկեցինք 3 լաբորատորիա, 3-ն էլ մոտավորապես նույն պարունակությունով պատասխան տվեցին, այնուամենայնիվ 3-ում էլ լավաշում էր ավելի բարձր։ Ընկերոջս ասեցի, կարող ես զանգել ցանկացած հացթուխի եւ ցանկացած հացթուխ քեզ կասի, որ իսկապես մենք մեր հայկական, հա, լավաշը իրոք բավականին մեծ քանակությամբ։ Այսինքն սրանից հետո պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե այն որ լավաշի հետ փաթեթների վրա գրում են առանց խմորիչի, նաեւ պիտի լինի անալի։ Միանշանակ, ավելին ձեզ ասեմ, այս տարի հանրայինի տաղավարում էի հյուրընկալվել եւ հաղորդման ձևաչափը այնպիսին էր, որ ինտերակտիվ դահլիճը քննարկելու հնարավորություն ունի եւ Վահե Տերմինասյանի հետ պայմանավորվեցինք, որ 2 անգամ անենք քվեարկություն, մեկը եթերից առաջ եւ մեկը եթերից հետո։ Եթերից առաջ մարդկանց հարցնենք, թե դուք ինչ կարծիք եք, դուք աղը գերազանցում եք թե ոչ, եւ մարդիկ գրել են ոչ։ Այսինքն մարդիկ միայն աղը պատկերացնում թե իրենք են ավելացրել։ Հետո ես ընդամենը 2-3 մթերքի օրինակ բերեցի, ասեցի, գիտեք, 5 գրամ է օրական աղի թույլատրելի մակարդակը, օրինակ այս հացի 100 գրամը պարունակում է օրինակ 2 գրամ աղ։ Այս մաների 100 գրամը պարունակում է 4.5 գրամ աղ։ Եթե դուք այս հացի 200 գրամին ավելացնեք 50 գրամ, արդեն տեսեք ինչ թիվ ենք ստանում։ Եվ հաղորդման ավարտին ընդամենը 30 րոպե հետո քվեարկության պատկերը փոխվեց։ Դրա համար եմ ասում, որ սա շատ կարևոր է նաև վարքագծի առումով։ Իդեպ ասեմ, որ եւս մի կարևոր հանգամանք կա, արդեն 2 տարի ես սկսում եմ, հա, եթերաշրջանը ձեր տաղավարում, ես ունեմ շատ գոլեգաներ, որոնք հրաժարվում են լրատվամիջոցների հետ աշխատել։ Հատկապես ես անկեղծ ասեմ, գոլեգաներից հիմնական մերժման պատճառը ոչ թե այն հանգամանքն է, որ իրենք նյութին են վատ տիրապետում կամ հայերեն խոսել չգիտեն, հայտարարվում են ազգի թշնամի։ Նաև մեկնաբանությունները, որ գրվում են, հա, մարդիկ չեն ուզում լինել լավ գիտնական, տպագրվել միջազգային հեղինակավոր ամսագրերում եւ հետո ինչ որ տարբեր մարդկանց կողմից քննադատության ենթարկվել եւ շատ հաճախ ինձ ասում են օրինակ ինչ ես քո թանկ ժամանակից հատկացնում գնալ եթերներ, հատկապես գիտեք մեր եւ լրատվամիջոցները այնպիսի վայրերում են, որ միշտ խցանված են, այսինքն տեխնիկապես եւս միշտ խնդիրներ առաջանում։ Ես միշտ օրինակ եմ բերում, ասում եմ, գիտեք, դա նույն օրինակն է, որ դու մտնում ես լսարան։ Երբ որ դու լսարան ես մտնում, դու չես նայում քանի հոգի չի սովորում։
Դու նայում ես քանի հոգին է սովորում եւ անգամ եթե այդ լսարանում 1 հոգին պիտի սովորի, դու այդ նյութը մինչեւ վերջ տալիս ես, որովհետեւ գիտես այդ 1 հոգին պիտի սովորի։ Հիմա նույնը հաղորդումներն է։ Ես բացարձակ չեմ, ինձ թվում է դուք եւս սոցիալական հարթակում ինձ ընկեր եք, ես շատ ուրախանում եմ այդ բացասական մեկնաբանություններից հաճախ ինքս եմ կիսվում սոցիալական ցանցերում, որովհետեւ ես հաղորդակցում եմ այն մարդկանց համար, ովքեր դաս են խաղում եւ հետո մոտենում են, ասում են, գիտեք, այս հաղորդումից հետո մենք իմացանք, որ այս մթերք խաղի է, այս հաղորդումից հետո իմացանք, որ այսպես պիտի պահպանենք, եւ եթե մենք դա չդարձնենք, ոչ, եթե չդարձնենք ձեռագիր մեր սեփական աշխատանքը, ինչի եմ ասում, որովհետև հիմա ժամանակակից գիտությունը դարձել է հոդվածահենք գիտություն։ Այսինքն տեղից մեր աշխատանքը չափվում է տպագրած աշխատանքների քանակով, հա, այսինքն գիտության կոմիտեն, որ մեր արդյունավետությունն է գնահատում, նայում է, թե մենք միջազգային գրախոսվող շտեմարաններում քանի հոդված ենք գրել։ Ես չգիտեմ, գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ գործադիրից եմ գնացել գիտություն։ Ես գիտության դերը մի փոքր հատկապես մեր ոլորտի այլ կերպ եմ պատկերացնում, որ մենք պետք է մշտապես մեր հանրությանը իրազեկենք, մշտապես պետք է կրթենք եւ բացարձակապես չվախենանք, որ տակը մեզ պետք է քննադատեն։ Ես մի քանի օր առաջ նախարարությունում էի, երբ որ Պարենային Զամբյուղի հանձնաժողովում եմ աշխատում, ասեցի հարգելի գործընկերներ, ես վստահաբար բոլորիդ կարող եմ ասել, որ սա այն թեմաներից է, որ ես իմ բոլոր, եթե հրապարակումների քննադատությունները գումարեմ իրար, Պարենային Զամբյուղի քննադատությանը չի հավասարվի։ Ինչու՞, որովհետև մարդիկ պատկերացում չունեն Պարենային Զամբյուղը ինչ է։ Ինքը գաղափար չունենալով Պարենային Զամբյուղը ինչ է, սկսում է քեզ քննադատել ու գրում է բաներ եւ բաներ, ինչ որ մթերքների գին, որը Պարենային Զամբյուղը մեզ չի մտնում։ Այսինքն մենք խոսում ենք տարբեր բաների մասին, չենք կարող, չէ՞, կոնսենսուսի գալ, որովհետև ես այլ բանից եմ խոսում, իսկ մարդը այլ բան է պատկերացնում։ Չեք հանդիպել մարդկանց, որոնք այդ նույն դրամաբանությամբ մանկաբարձությունից են դատողություններ անում։ Ահա, հիմա այդ առումով, հա, երկար ընդլայնվեցինք, բայց սննդային սովորույթները մի օրինակ եմ միշտ բերում, որ կուրսելով հավաքվել ենք, ընկերներիցս մեկը հատուկ ինձ համար շատ գեղեցիկ աղցաններով, բանջարեղենային սեղաններ էր պատվիրել, սեղաններին ունեինք շատ հա տարբեր խորտիկներ, խորոված եւ այլ, եւ նույն օրը մանկական սեղան էին պատվիրել, որտեղ պիցաներ էր, գազավորված ըմպելիքներ էր, հա, կարտոֆիլի ֆրիեր էր, այո։ Ասում եմ տեղում ժողովուրդ ջան, հիմա այդ երեխեքը, որ մեր սեղանին մոտենային, որտեղ ավելի առողջարար կսնվեին, որտեղ կա կանաչիներ, բանջարեղեն, ասում եմ դե դա չեն ուտում։ Սա էլ է շատ կարևոր եւ ես քանի որ նաեւ դպրոցների մանկապարտեզների հետ չստիպված չէ շատ մեծ սիրով եմ աշխատում, բայց նաեւ խոհարարների հետ եմ հաճախ զրուցում, բոլոր խոհարարները միշտ նույն հանգամանքն են նշում, որ օրինակ այն ընտանիքներում, որտեղ տատիկ կա, որը որ միշտ երեխայի համար ճաշեր է պատրաստում, այսինքն երեխան սովոր է աղցան ուտել, տաք ճաշատեսակներ ուտել, երբեք դպրոցում եւ մանկապարտեզում իր սնման սովորույթը չի կարող նման լինել այն երեխային, որի օրինակ ծնողները օրվա ընթացքում երկար աշխատում են։ Սա էլ է կարևոր, որովհետև ես հաշվի առնելով, որ արտերկրում եմ սովորել, ղեկավարս սննդաբանության պրոֆեսոր է, ով ներգրաված էր եղել իտալական խոհանոցը, որպես հա միջերկրածովային խոհանոց այդ գրանցման ընթացակարգում, եւ իրեն շնորհանդեսին շատ հետաքրքիր մի բան պատմեցին, որ իտալական խոհանոցը պահպանվել է բացառապես որպես սոցիալական ագրեգացիա ինստիտուտ։ Շատ տարօրինակ էր, հա։ Ինչու, որովհետև երկար ժամանակ Իտալիայում կանանց արգելված է եղել բարձրագույն կրթություն ստանալ։ Այսինքն կանանց, քանի որ բարձրագույն կրթությունը արգելված է եղել, տանն են եղել, ավելի սերունդներով, նաև բամբասան կանելով, սա շատ կարևոր բան է, այսինքն 3 սերնդի կին իրար հետ որ հավաքվեն, չի կարող այդտեղ բամբասանք չլինել եւ բնականաբար տատիկը պատրաստել է, հետո տեսել են հարսները, աղջիկները, հետո սովորել են թորները։ Հիմա շատ կարևոր է նույն Իտալիայում, եթե դուք գնաք, ասեք տանը կարող են պաստա պատրաստել, այսինքն խմոր, ոչ թե խանութից գնան առնեն, շատ շատերը հիմա բնականաբար չեն կարող։ Եվ ինչպես որ այնտեղ է փոխվել, այնպես էլ մեր մոտ։ Նայեք, մենք տարեկան հետազոտություն ենք իրականացնում եւ նայում ենք մարդկանց սնման սովորույթները, օրինակ կիսաֆաբրիկատների տարածվածությունը, հա, պատրաստի թխվածքների, պատրաստի ուտելիքների, որքան կանայք շատ են սկսում աշխատել,
այնքան ավելի տարածվում է այդ կիսաֆաբրիկատների սպառումը։ Իսկ այդ նույն կիսաֆաբրիկատը պիտի լինի հավելումներով, պիտի լինի աղի բարձր պարունակությամբ, սրանք շատ կարևոր են, որովհետև երբ նայում ենք հիմա օրինակ նույն մեր շաքարի սպառման օրինակ հետազոտությունները, տեսնում ենք, որ նոր տենդենսներ ունենք սմուզիներ օշարակներով, ունենք ուրեմն նաև ըմպելիքներ, այդ էներգետիկ ըմպելիքները շաքարի բարձր պարունակությամբ։ Միշտ նույն օրինակն եմ բերում, օրինակ նայել ենք, մեր հետազոտությունը հնարավորություն է տալիս նաև տարբեր տարիքային խմբերում նայել, օրինակ նույն էներգետիկ ըմպելիքների սպառումը 30+ տարիքային խմբում մենք շատ աննշան սպառում ունենք։ Այսինքն դա կոնկրետ թիրախային խումբ է, որը խիստ վտանգավոր դեռահասներ, որտեղ նաև էներգետիկները կոֆեինի բարձր պարունակություն ունեն, եւ մենք տեսնում ենք, օրինակ բարձր տարիքային խմբերում նրանք այդ տարածվածությունը չունեն, ինչ օրինակ 18-ից 30 տարեկան տարիքային խմբում։ Սա էլ է շատ կարևոր, որ մենք եթե փոխում ենք մեր սնման սովորույթները, ապա փոխենք դեպի դրականը։ Լավ կլիներ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, բարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն, ինչպես նաեւ բարի ախորժակ բոլորիս։